լուսաբանել եք մեր զբաղումները, ծրագրերը ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մի երկու խոսքով բացատրել եմ ասել, որ սա կերպարվեստի խոշորագույն թանգարանն է Հայաստանի Հանրապետությունում եւ հայկական հավաքածուն ներկայացնող ողջ աշխարհում խոշորագույն թանգարանն է։ Ինչպես նաև իր բնույթով, իր հավաքածուի բնույթով, ծավալով, ընտրությունությամբ տարածաշրջանի միակ թանգարանն է։ Մի փոքր բացեմ, թե ինչ է նշանակում միակ թանգարան։ Կերպարվեստը մեզ մոտ ներկայացնում ոչ միայն գիտենք հայկական հավաքածուով, այլ ներկայացնում է համաշխարհային գլուխգործոցներով, որոնց շրջանակում նաև իտալական, վերածնության շրջանի, բարոկոյի, ռոկոկոյի, ռեալիզմի, ռուսական, եվրոպական, արևելյան, հայկական իրական գլուխգործոցներ են եւ նման հավաքածու ոչ տարածաշրջանում չկա։ Եվ որքան էլ մենք իրականում կարծում եմ վերջին 5 տարում իրոք տրանսֆորմացրել ենք այս թանգարանը, սակայն սա կարծում այս կառույցի շատ փոքր տոկոսն է։ Մենք ահռելի ռեսուրս ունենք եւ ահռելի անելիք։ Կարծում եմ այստեղ տասնյակ տարիների դեռ անելիք կա, այնպես որ ես նաեւ մեզ բոլորիս բարի երթ մաղթում այս ամենից հետո։ Անցնենք կոնկրետ ներկայացմանը։ Թանգարանը ունի 42,000-ից ավելի ցուցանմուշ, միայն կերպարվեստի ցուցանմուշ եւ դեկորատիվ կիրառական արվեստի, եւ 200,000-ից ավելի հուշաձեռագրային նյութ։ Այսինքն սա ոչ միայն կերպարվեստի թանգարան է, այլև Հայաստանի Հանրապետությունում մշակութային եւ գիտահետազոտական շատ կարեւոր կենտրոն։ Դա արդեն նշանակում է, թե ինչ բացվելու տեղ ունի այս թանգարանը եւ ինչ ռեսուրս ունի։ Եվ ունենք 14 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետության 7 մարզերում եւ հսկայական 8 հարկանի գլխավոր մասնաշենք։ Եկեք թերթել։ Մի քանի ցուցանիշից սկսենք, ասեմ, որ այս վերջին 5 տարիները, ինչու եմ ես անդրադառնում վերջին 5 տարիները, որովհետև 20 թվականից մինչև 25-ը մենք տարբեր ակտիվությամբ եղել ենք հիմնականում վերանորոգման եւ տրանսֆորմացման փուլում։ Եվ համեմատությունը մինչ եւ հիմայի ուղղված է հենց վերանորոգումից առաջ եւ վերանորոգումից հետո։ Հիմնական համեմատությունը այստեղ մենք տեսնում ենք 19 թվի հետ, որովհետեւ 20 թվից սկսեց վերանորոգման փուլը։ 20 թիվը չէ, 21-ից սկսեց, որովհետեւ 2020 բոլորս գիտենք համավարակի շրջաններ, արմատականության շրջաններ, այսինքն 2020-ը կարծում եմ ընդհանուր առմամբ դուրս է մնացել ակտիվ գործունեությունից եւ 2021 թվականից շուրջ 3 տարի մենք հենց վերանորոգման փուլում ենք եղել։ Կուզեմ մի շատ կարևոր շեշտադրում անել, որ չնայած նրան, որ վերանորոգումը բնականաբար նմանատիպ թանգարանի վերանորոգումը շատ բարդ է, այնուամենայնիվ մենք գրեթե փակ չենք եղել, ինչքան էլ ասում ենք փակ եղել թանգարանի 4 տարի, դա այդպես չէ, փակ ենք եղել միայն 2020 թվականին այլ իրադրության պատճառով։ Հետո արդեն թանգարանը հնարավորինս փորձել է գործել, որը բավական դժվար պրակտիկա է, եւ ծեզացան վերանորոգումը շատ ավելի հեշտ եւ կարճ կընթանար, եթե մենք լիարժեք փակենք թանգարանը։ Բայց Հայաստանի ազգային պատկերասրահի մակարդակը թափ բացապես չէր կարող մնալ, եւ դա գիտակցելով մենք բավական մեծ եւ պատասխանատու դեր ստեղծեցինք վերանորոգման ընթացքում գտնվող թանգարանում ժամանակավոր կարևոր ցուցադրություններ կազմակերպել։ Հետո արդեն ես կնշեմ, որ մենք Պոմպեյի արքիվոց թանգարանից հենց այդ վերանորոգման փուլում հսկայական հավաքածու ենք բերել 2021 թվականին։